Պարոն Ղազարյան, քիչ հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովում կքննարկվի Հայաստան դաշնքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու միջնորդությունը, նախ գնահատական ինչու հենց այս փուլում այս պահին ուժեղ Հայաստան դաշնքի անդամներն են քննարկվում եւ ինչպես օրինակ նախագահի գրասենյակից ասել էին, վարույթում չի նշվում, թե դատախազի ներկայացրած դիմում չի նշվում, թե ինչ վարույթի հիման վրա, ինչ գործի հիման վրա է միջնորդությունը ներկայացվել, այն ընդհանուր ինչպիսի պատկեր ունենք։ Այդպիսի պատկեր ունենք, որ մենք ապրում ենք ոչ իրավական երկրում, տեսեք, նախ սկսենք այն բանից, որ նախագահը փորձել է իր անձնական այցելությամբ, որը նախորդ հայտարարվել է, երրորդ այցով լինել դուրս, երկրից դուրս, սակայն սեկտը անօրինական փակվել է։ Եվ չկա մի հիմնավորում, այսինքն բերե փորձում են այդին թվով ինչ-որ հիմնավորումներ սարքեն, որ իբրև թե նա նկատմամբ քրեական վարույթ է հարուցված եղել կամ կա, այսինքն այս ամեն ինչ իրանք իրականացրել են մեկ մարդու կամքով, մեկ մարդու թելադրանքով, հիմա փորձում են ինչ-որ տեղ հետին թվով իրանք սխալները ուղղեն։ Իսկ վարույթի մասին, թե ինչ վարույթի շրջանակներում է հարուցված, ես չեմ կարող պատասխանել, որտեղ ինքս էլ տեղյակ չեմ, բայց ինչ վերաբերում է սրանցից ամեն ինչ սպասելի է, այս երկրում չկա մի իրավական գործընթաց, եթե քարոզարշավի ժամանակ վարչապետ Աթոռը զբաղեցնող անձ ասում է, այս բոլորին պետք է բանտարկել տամ, նստացնել տամ, ինչի մասին է խոսքը, սա հերթական անօրինականություն է։